Հանուն հոր եւ որդվո եւ օգուին սրբո 36 տարի առաջ մարտի 31-ին Երևանի կենտրոնական մի հատվածում հուշաքար տեղադրվեց։ Այն օրհնեց անձամբ ամենայն հայոց կաթողիկոս երջանկահիշատակ Վազգեն Առաջինը, հայտարարելով, որ նորանկախ անաստվածության լուծը թոթափած երկրում տասնամյակների ընդմիջումից հետո նոր սրբավայր կկառուցվի։ Հուշաքարի բացման արարողությանը մասնակցեցին հոգևոր եւ պետական վերնախավը, մտավորականությունը, հազարավոր հավատացյալներ։ Եկեք կառուցենք լուսո սուրբ խորանը, այսինքն եկեղեցին, որովհետև նրանից ծագեց մեզ լույս Հայաստան աշխարհի վրա։ Գուցե չեմ սխալիր, եթե ասեմ, իմ կյանքի ամենաերջանիկ բախն եմ ապրում։ Եվ իմ հայացքը ուղղելով դեպի մոտաբական 10 տարի հետո, կարծեք իմ աչքով տեսնում եմ այն հոյակապ տաճարը, որ պիտի բարձրանա այստեղ եւ իր խաչը պիտի բարձրացնե դեպի երկինք։ Ես հավանաբար այստեղ չեմ լինելու, բայց գուցե կհիշեք ինձ, համենայն դեպս երանի այն հայերին, որ այդ պահին, այդ օրը 2001 թվականին պիտի լինեն այստեղ։ Նոր տաճարը վեր հառնեց որպես խորհրդանիշ հայոց մեծդարձի 1700-ամյակի։ Աթեիստական երկրում ծնված մարդկանց այն հիշեցրեց իրենց հոգևոր արմատների մասին։ Նորին սրբությունը ցավոք չտեսավ Հոյակերտ տաճարը, նրա երազանքը անկատար մնաց։ Հիմնարկեքի արարողությունը արդեն Գարեգին առաջին հայրապետը, իսկ բացումն ու օծումը Գարեգին երկրորդ կաթողիկոսն արեցին։ Գարեգին երկրորդ ամենայն հայոց հայրապետի հոգացությամբ հաղթահարվեցին բազմաթիվ խնդիրներ տաճարի կառուցման ընթացքում եւ մայրաքաղաքի մայր եկեղեցին հառնեց Երևանի կենտրոնական բարձրադիր հարթակին։ Նորակառույց եկեղեցուն վիճակված էր դառնալու մայրաքաղաքի դիտարժան ու նշանակալից կառույցներից մեկը, հայոց ամենամեծ տաճարը։ Թեև հաջորդող տարիները 90-ականները աղետալի նեղություններ բերեցին մարդկանց, տաճարի շինարարությունը կանգ չառավ։ Եկեք ուրեմն ձեռք դանք, բոլորս միասին։ Թող այս եկեղեցին լինի համահայկական, համաազգային, մեր հավատքի նոր անլրելի զանգակատունը։ Երեք հայրապետերի օրհնությամբ եւ հոգևոր հզոր հիմքի վրա կառուցվեց շքեղ տաճարը։ Ինչպես կանխատեսել էր Վազգեն Վեհափարը, շուրջ 10 տարի տևեց շինարարությունը։ Կառուցվեց հավատավոր պարզ մարդկանց եւ բարերարների շնորհիվ։ Առաջին խոշոր նվիրատվությունը լուսահոգի Ալեք եւ Մարի Մանուկյանները կատարեցին։ Նրանց զավակները շարունակեցին ծնողների գործը։ Մանուկյան ընտանիքին ուրիշ բարերարներ էլ միացան։ Օծված հողի վրա կառուցվող տաճարում դեռևս շինարարությունն ավարտելուց առաջ էլ օրհնություն էր բաշխվում մարդկանց։ Կիսակառույց տաճարում պսակվում էին, մկրտվում, աղոթում շինարարության բոլոր տարիներին։ Աստվածակառույց միացնաեջ մեծ գմբեթի ներքո եկեղեցի դարձավ հայոց հայրենիքը։ Ինքնացանք մեր սուրբ հավատով, զորացանք Քրիստոսով եւ տերունական խաչը կանգուն պահեցինք մեր սուրբ հողում։ Միասնացան, նույնացան, մեկ դարձան ազգ, հայրենիք, պետություն եւ հայոց եկեղեցի։ Օծվելուց հետո արդեն 4-րդ դար է Սուրբ Գրիգոր Լուսավորիչը մայրաքաղաքի եւ ամբողջ երկրի ամենամարդաշատ սրբավայրերից է։ Հոգևոր ապրումի եւ աղոթքի վայր, որ ստեղծվեց հոգևոր այրերի տեսլականով եւ ազգային բարերարների ազնիվ գործերով։ Հերմինե Հակոբյան, Եկեղեցական կյանք։